Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին։ Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, եւ դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է։ Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով, մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը, այս կամ այն ձևով։ Մենք նաեւ չենք ընդունում հետեւյալը՝ մի դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են։ Դրանք, գիտեք, շատ ամբողջական են եւ ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը, լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ-ն, մեզ դա հաջողվում է։ Այնինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի գարնանը բացառապես ներքին հարց էր եւ առնչություն չուներ արտաքին քաղաքականության հետ։ BBC World News հեռուստաալիքի Hard Talk հաղորդմանն ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավար Զորաբ Մնացականյանը։ Եթե մենք մեզ թույլ տանք շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե մեզ անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնենք այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում, դուք չեք երաշխավորում, որ եթե մենք հայտարարենք, ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյոք դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում 10-15 տարի։ Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում։ 24 րոպե տևած զրույցի ընթացքում նախարարը խոսել է Հայաստանի առաջնահերթությունների մասին, ընդգծելով, որ ազգային անվտանգության կայունությունը արտաքին քաղաքականության առանցքում է, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է։ Լրագրողն անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որտեղ նա ասել էր, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Հարցրեց, արդյոք այս խոսքերը խաղաղությանն են միտված։ Նա իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ Հայաստանի վարչապետը շարունակաբար պնդում է, որ կարգավորումը, որին մենք պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաեւ մեր շահերին, մեր մտահոգություններին կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ։ Նրանք հրաժարվում են դա անել։ Սթիվեն Սակուրը մեջբերեց նաև Փաշինյանի խոսքերը ուղղված եվրոպացի պատգամավորներին, թե մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան։ Կասկած հայտնեց, թե դա ճիշտ է, հաշվի առնելով լիազորությունները դադարեցված պետական վերահսկողության ծառայության պետ Սանա Սարյանի դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Երբ ժողովուրդը ականատես է լինում նման զարգացման, ինչպես կարող է վստահություն ունենալ։ Բայց չէ որ համակարգն արձագանքեց։ Ես նկատի եմ ունեցել այն, որ վարչապետը վստահեցրել էր Եվրոպային, որ ինքը արմատախիլ էր արել համակարգային կոռուպցիան նախքան։ Վարչապետը, եկեք սա այդքան պարզունակ չդարձնենք, ինչպես արդեն նշեցի, պետք է արկա լինի ինստիտուցիոնալ կարողություն, որի ստեղծումը մեծագույն մարտահրավեր ու առաջնահերթություն է։ Այն պետք է ամրապնդի այն ամենը, ինչին մենք հասել ենք մեր երկրում, եւ ինչը մենք արել ենք կառավարության իշխանության բերած ժողովրդի կողմից տրված մանդատի շրջանակներում։ Դա մեր ամենամեծ մարտահրավերն է։ Հասմիկ Առաքելյան, լուրեր։